եւ Որդվո եւ Հոգուն Սրբո ամեն։ Սիրելի հավատացյալներ, այսօր մենք կգտնվենք մեծ բահոց 6-րդ գիրագին։ Կալ գիրագի ձաղգազարդ է եւ հաջորդը Սուրբ Հարության տոն։ Մեծ բահոց 6-րդ գիրագին է, որ թևագոխած ենք։ Ինչպես հետևեցանք առաջին 5 գիրագիներուն, թե յուրաքանչյուր գիրագի ուներ իր անվանումը։ Եվ այդ 5 գիրագիներու շարքը մեզի կներկայացներ մարդկային կյանքի դրամախոսությունը, թե ինչպես գծնի մարդ, ինչ պայմաններու տակ, թե ինչպես գաբրի մարդ, ինչ պայմաններու տակ, ինչպես կգործե այս երկրի վրա իր կյանքը տնտեսելով, ծրագրելով եւ ապա իր կյանքը ապրելով այս աշխարհի վրա, ապա գուկա 6-րդ գիրագին, որ յուրահատուկ է իր անվանումով եւ յուրահատուկ է իր իմաստով։ 6-րդ գիրագին կոչվի Քալստյան գիրագի։ Անշուշտ միտը հոգեկալուստի մասին չէ, այլ Քրիստոսի Քալստյան մասին է, որովհետև Քրիստոս երկրորդ անգամ պիտի գա աշխարհ, բայց հոն այսօրվա ավետարանը, որ քիչ երկար էր հավանաբար, շատ մպաներ խոսեցավ մեզի Մատթեոսի ավետարանի 22 եւ 23-րդ գլուխներեն առնված մեզի տուր մպացավ եւ ըսավ, թե Հիսուս իր կյանքի, երկրավոր կյանքի վերջին հանգրվանին մեջ ինչեր խոսեցավ եւ ինչ պատկաններ տվավ իր առաքյալներուն եւ ապա անոնց միջոցով համայն մարդկության։ Վերադառնալով մեր այսօրվա գիրագի խորհրդին, մեծ բահոց 6-րդ գիրագին ասենք կոչվի Քալստյան գիրագի։ Այս գիրագին մեզի կհիշեցնե Քրիստոսի երկրորդ գալուստը։ Հայ առաքելական եկեղեցին մեծ բահոց առաջին 5 գիրագիներու ընթացքին հավատացյալները կպատրաստե կյանքի դժվարությունները դիմակայելու, որովհետև մարդու կյանքը միան ուրախություններով, միան հաճելի բահերով, միայն հաճելի անակնկալներով չէ, որ լեցուն է, այլ բոլորս կհաստատենք, թե մեր կյանքի մեջ կան նաև դժվարություններ։ Հավանաբար, եթե դժվարություններ չլան, մենք կյանքին արժեքը չենք գիտնար, կյանքին նպատակը չենք գիտնար։ Երևակայեցեք, որ մեր կյանքը ամբողջ ցերեկ լա, գիշեր չկա, ինչ իմաստ պիտի ունենա, կամ դարվա 4 եղանակները մեկ եղանակով մը փոխարինվի, ինչ իմաստ պիտի ունենա մի օրինակ կյանքը, միաբաղաղ կյանքը եւ ինչու՞ չէ ջաբաղ կյանքը, ջաբաղ կնշանակե սարած, բաղ, սակայն Աստված այնպես մեկ դնորինած է, թե դարին ունի 4 եղանակ, մարդուս կյանքն ալ նույն եղանակներուն կենթարկվի։ Գծնի, գզարդարվի կարնան, ամրան կպտղապերի, աշնան դերևաթափ տեղի ունենա եւ ծմրան խորքունի մեջ կմտնե նաեւ մեր կյանքը։ Հետևաբար այս գիրագի օրվա խորհուրդը, 6-րդ գիրագի օրվա խորհուրդը մեր թիմած կփանա
երկու հիմնական հարցեր։ Առաջին, Հիսուս իր առաջին կալուստով եկավ իբրև խաղաղության իշխան, բժշկեց, գերագրեց, քարոզեց, մերելներու հարություն տվավ եւ հրեշտակները երկնքեն երկեցին, պարքը եւ բադիվը գվայել է երկնքի մեջ գտնվող Աստուծո, սակայն անոր փոխարեն երկրի վրա գվայել է խաղաղություն, համերաշխություն եւ սեր։ Սակայն երկրորդ բաժինը Հիսուս իր երկրորդ կալուստով պիտի ներկայանա որպես թադավոր, առաջինին եկավ որպես իշխան, խաղաղության իշխան, սակայն երկրորդին պիտի կա թադավոր, թադավորը ինչ կնե, հանցագործները Երևան կհանե եւ անոնց հարմար բադիժ կսահմանե։ Երկրորդ կալուստով, որ պիտի ներկայանա որպես թադավոր, թադելու համար, թե ողջերը այն օրերուն անոնք, որոնք ողջ ունացած պիտի լան, եւ թե բոլոր ննչեցյալները գրգին Թադաստանի պիտի ենթարկվին, ինչպես հավատամքին մեջ կսե։ Հիսուս իր առաջին կալուստով փրկության ծրագիրը ավետեց մարդկության, բարի լուր բերավ, անոր համար ծննդյան գիշեր մենք ավետիսի գելենք, բարի լուրը կփոխանցենք, թե աշխարհի փրկիչը ծնավ եւ եկավ խաղաղություն սերմանելու, խաղաղություն դարարելու։ Եվ իր առաջին կալով կանտեց կսե դժողքի թռները, որովհետև այդ թռները փակված էին, երբ Ադամն ու Եվան տրախտեն դուրս տրվեցան, Աստված թռները փակեց բոլոր, եւ այդ թռներուն վրա կսե բահակներ գարկեց, հրեշտակներ, սերոպեներ եւ քերոպեներ, որոնք հրեղեն սուրերով փակած էին դուռը։ Եվ այդ դուռը բացվեցավ Հիսուսի մգրդության օրը։ Գրիգոր Դատևացի վարդապետ, Երամեծար վարդապետ, շատ գեղեցիկ բացատրություն մգուտա։ Գսե Հիսուս հորտանան քեդի մեջ մգրդվեցավ, նգար մեր դիմացն է։ Իր ոտքին դագը քար մգար։ Եվ այդ քարին դագը տրված էր այն մուրհագը, որ Ադամի եւ Սատանայի միջև գնկված էին, դեղի ունեցած էին, որովհետև բոլոր Հիսուսի առաջ մարդիկ ենթակա էին այդ մուրհագին, Սատանան իր գաբանքները դարածած էր, ամբողջ մարդկությունը քերի դարձուցած էր իրեն, եւ գսե այդ քարին դագը գար այդ մուրհագը, Քրիստոս մգրդվելով, այդ մուրհագը չնչեց, հալեցուց եւ մարդկության շնորհեց փրկություն։ Ճիշտ անոր համար երբ երեխան կմգրդենք, երեխան կստանա 3 շնորհքներ։ Առաջին գազադակրվի ատամական այդ մուրհագեն, ատամական մեղքեն, երկրորդ Քրիստոսի եղբայր կդառնա, իսկ երրորդ Քրիստոսի գազմած քրիստոնեական ընտանիքի անդամ կդառնա, որովհետև Քրիստոս միան փրկության համար չեկավ, եկավ նաև մեծ ընտանիք մը գազմեց, որ կգոչվի քրիստոնեություն, եւ մգրդությամբ այս 3 շնորհքները կստանա երեխան, հետևելով Քրիստոսի օրենքին, որովհետև Քրիստոս ինչպես ասինք, անգամ եւս կշեշտենք, այդ մուրհագը հալեցուց, մաչեցուց, ոչնչացուց։ Սակայն իր երկրորդ կալուստով սարսափի պիտի մատնե ավետարանը քիչ առաջ, սակայն ովքեր սարսափի պիտի մատնվին, պիտի սարսափին բոլոր անոնք, որոնք աստվածային պատգամներու նկատմամբ անհնազանդ եւ անդարբեր կյանք մը ապրած են։ Քրիստոսի երկրորդ կալուստը
երջանկություն պիտի պատճառե բոլոր անոնց, որոնք Քրիստոսի հուսալով եւ հավիտենական կյանքի ակնկալությամբ ապրեցան այս աշխարհի վրա, որովհետեւ դեր Հիսուս Քրիստոս խոսեցավ, ասավ. երբ երթամ, ձեզի համար դեղ պիտի պատրաստեմ, դարձյալ պիտի կամ եւ ձեզ քովս առնեմ, որպեսզի ըլլանք հոն բոլորս ուր որ ես կգտնվիմ։ Հովաննու ավետարանի 14-րդ գլխու մեջ Հիսուս ինք հաստատեց այդ բոլորը։ Հիսուսի երկրորդ գալուստը ըստույք իրողություն մնե խոստացված եւ արձանագրված Սուրբ Գրքի մեջ։ Հիսուսի համբարձման օրը հրեշտակը առաքյալներուն ասավ, երբ Հիսուս երկինք կհամբարնար, առաքյալները ապշած գնային, թե ուր գերտա Հիսուս։ Հանգարց հրեշտակ մի երևցավ եւ իրենց ասավ. ինչու գեցեր երկինք կդիտեք, այս Հիսուսը, որ երկինք համբարձավ, օր մթարցյալ պիտի կա, այնպես ինչպես անոր երկինք երթալը տեսանք։ Գործք առաքելոցի առաջին գլխու 11-րդ համարի մեջ։ Մեր Տերը Հիսուս Քրիստոս իր երկրորդ գալուստի մասին ասավ. մարդու որդին նշանը պիտի երևի երկնքի մեջ եւ աշխարհի բոլոր ժողովուրդները անոնք որոնք հագարակ կյանք ապրած են պիտի ողբան երբ տեսնեն մարդու որդին որ գուկա ամբերուն վրա բազմած զորությամբ եւ մեծ փառքով Մատթեոսի ավետարանի 24-րդ 30-րդ համար Քրիստոսի երկրորդ գալուստը պիտի լա նաեւ հանգարձակի եւ անսպասելի գերբով Հիսուս արիթով մնորեն գիշեցնե իր առաքյալներուն ասելով արթուն մնացեք եւ պատրաստ եղեք որովհետեւ չեք գիտեր թե ձեր դերը երբ կուկա մարդու որդին ձեր չագնգալած ժամուն գրնա գալ եւ հայտնվել գրգին Մատթեոսի ավետարանի 24-րդ գլուխը անոր համար հաջող մեր հավատացյալներուն դիշեցնեմ որ գարտացեք Մատթեոսի ավետարանի 24, 25 եւ 26-րդ գլուխները անագնգալի չեք կար երբեք թե ինչու կբադային այս դժվարությունները մեր կյանքի մեջ ամեն ինչը սկիզբը նսված է եւ մենք պատրաստ եւ արթուն պետք է լանք դիմակալելու այդ բոլոր դժվարությունները երբ պատրաստ եւ արթուն կլանք բնական երևույթ կունենա այդ դժվարությունները մեր կյանքի մեջ բայց երբ պատրաստ չենք կգարձենք որ կյանքը միայն գերուխում է ուրախություն է զվարճանալ է հարսանիքի երթալ է մգրդության խրախճանքի երթալ է նոր դարի դոնել է չարաչար գսխալին մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստի գաղափարը գանտիսանա քրիստոնեական հավատքի առանցքը այն եկեղեցին որ չի հավատար Քրիստոսի երկրորդ գալուստին եկեղեցի չի գոչվիր այլ հավաքականությունը որ ըստ գամս կգործեն եթե այս ճշմարտությունը դուրս բերենք մեր հավատալիքներեն մեր ամբողջ քրիստոնեական հավատքը ու վարդապետությունը փուլ գուկան գանեյանան գործվին ներսես շնորհալի հայրապետ նաև մեզի գհիշեցնե հավատով խոստովանիմի 22-րդ համարի մեջ ասելով արդար թադավոր երբ հորդ փառքով կաս ողջերն ու մերելները տադելու Թադաստանի մի մտներ կու ծարայիդ հետ այլ պրգեզիս հավիտենական գրագեն և երկնքի արկայության մեջ ինձի լսելի դուր արդարներուն ուղված երանավետ գոչը որ գսե ինձի եկեք բոլոր հոգնազներ սիրելի հավատացյալ մեծ բահոց կալստյան գիրագին բատամը մեզ գհրավիրե ամեն ժամանակ պատրաստ ըլլալու դիրոջ մոլ զորանալու ճշմարտությամբ ամրապնդվելու եւ ավետարանի համաձայն
արդարությամբ եւ խաղաղությամբ ապրելու, հավատքի վահանով զինվելու, որպեսզի կարողանանք վանել չարին արձակած բոլոր նետերը, որպեսզի ուրախությամբ արժանի լանք տեսնելու եւ դիմավորելու Տիրոջ երկրորդ գալուստը, դերը օրհնեցես հիմա Հավիդյանս Հավիդենից, ամեն։